Այդ եկվնոքան։ Ուտե պահանջն այդ բարձ չէ, որպես բնակիչ։ Այո, հարգելի Տիգրան Ավինյան, դուք հիշեք, որ նախընտրական արշավի ժամանակ, երբ որ ասում էիք, ասենք կանենք, մենք ձեզ հրավիրեցինք մեր բակը, եւ այս խնդրի շուրջ իրար հետ բավականին երկար զրուցել ենք։ Ես եւ դուք մենք շատ լուրջ այդ խնդիրը արծարծել ենք, իմանալով հանդերձ այս մեր գլխի գալիքը։ Հիշեք, դա եղել է 2023 թվականի սեպտեմբեր ամսին, երբ որ դուք քարոզ արշավի էիք Արաբկիրի տարածքում։ Հարգելի Տիգրան Ավինյան, դուք մեզ խոստացաք, որ կուղարկեք փորձագետների խումբ, երբ որ ես հարց տվեցի ձեզ, թե ով պետք է մեր շահերը ներկայացնի այս պատմության մեջ, ով պետք է մեզ լսի, դուք ասեցիք, որ հանրային լսում կկազմակերպենք, կգանք այս բակը, ես էլ հրավիրեցի, ասեցի, այսօրվանից հրավիրված եք այդ հանրային լսմանը, խնդրում եմ դուք եկեք անձամբ, ձեր ձեռը ենք տվել մենք ձեզ հետ, որ դուք այո կգաք մեր բակը եւ հանրային լսում կազմակերպեք, մեր կարծիքը կհարցնեք։ Մինչև երկուշաբթի օրը, երբ որ արդեն շինարարությունը սկսվեց, ձայն բարբառով հանապետի, որովհետև մեկը Երևանի քաղաքապետարանից մեկը չի հանդիպել ու չի շփվել եւ եկել հասնենք այն կետը, երբ որ համապատասխան փաստաթղթերով ձևակերպված քաղաքապետարանի օգնությամբ պրոֆեսիոնալ ձևով ձևակերպված փաստաթղթերով, որը օժանդակում է Երևանի քաղաքապետարանը, շինարարը եկել է եւ մենք 3-4 րոպե մոտեցել ենք, ասում ենք, դարեք, ինչ կա եկել եք ումից եք հասարակական կարգը պահում, սրանցից, որ առանց նորմերը, օրենքները պահելու շինարարություն են, պահեք, մի թողեք անեն այդ շինարարություն, մենք այստեղ ոչ մի բան ձեզ չենք խանգարում, մենք այստեղ ուղղակի ապրում ենք, հիմա ինչի համար է այդ ոստիկանական խումբը գալի, եթե ամեն ինչ ճիշտ է, ամբողջ պատմությունը նրանում է, որ նախապես իմանալով մենք փորձեցինք ուրիշ բակերի իրավիճակին չհասնել, եկանք հասանք մեր վիճակին, տվեցին համապատասխան պատրաստված փաստաթղթերը, ինչի վերաբերյալ հարգելի Նարեկ Բարսեղյանը, ճարտարապետը, մեզ ասում է, իրանք շատ հմտորեն արել եք, գնացեք դուք էլ հմտորեն արեք, այսինքն գտեք փորձագիտական կազմակերպություն, որը ձեզ կբերի եւ կգտնի թերությունները եւ կմտնեք դատարան եւ այլն։ Եղբայր, ես ասում եմ, մեր քաղաքապետարանը պետք է մեր կողքը կանգնի, որ այդ գործերն անենք։ Դուք մեր քաղաքապետարան եք, ինչի մեր շահերը պաշտպանող այսօր չկա, ինչի մեզ այդ ոչ ոք չի շփվում, չենք գալիս եւ չենք ասում, ժողովուրդ, ինչ դարդու ցավ ունեք, ինչից եք դժգոհ, եկեք իմացեք։ Հրավիրում եմ ձեզ մեր բակը, պարոն Ավինյան, ես ձեզ հրավիրում եմ մեր բակը, որ ձեր խոստումը կատարեք, եկեք շփվենք իրար հետ, ինչու չեք գալիս, համեցեք։